Հայաստանի Հանրապետության 730,000 քաղաքացի կտրիչ Ներսիսյանի հեռացման օրակարգին ասել է այո, ինչու՞ է խնդիրը։ Ծրագրային էր, չէ՞ դա, այդ հստակ արձանագրված կետ էր ծրագրային։ Վստահաբար 730,000 քաղաքացի այդ ծրագիրը կարդացել է։ Ու եկեղեցու բարենորոգման մասին կետը կտրիչ Ներսիսյանի հեռացմամբ եւս կարդացել է։ Ու գնացել դրան ասել է այո։ Գիտեք, Մամգրչյան, մեր նոր կառավարության առջև մի քանի կարևոր թղթածրար կա, որոնց մեկը հիմքով անշուշտ նախընտրական ծրագրին իշխող ուժին ԿԲ-ին կխոսի, Գաթողիկոսի թեմայով, եկեղեցու թեմայով դուք քանի վարշաբադեն գուկակ Երևան ինչ մթնոլորտ կա, արդյոք այդ կարծիքը կա, թե Կարեկին Գաթողիկոսը դեղի գուդա եւ խաղաղ, հանդարտ, փոխանցման փուլը բոլորենք ներքին համացայնությունը Փաշինյանի հետ կա այդ մթնոլորտը, թե դակավին օջախները կբացվին առաջիկա օրերուն եւ այս օրագարկը ընդդիմության մանդատ ստանալենի հետ կդառնա մեր սեղանի օրագարկը։ Ես չեմ կարող քաղաքացիական պայմանագրի եւ վարչապետի փոխարեն այդ հարցին պատասխանել, բայց կարող եմ կարծիքը ասել Եվ ես այն կարծիքին եմ, որ վարչապետ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը պետքա ժողովրդի լեզվով ասեմ, որպեսզի իրենց համար ավելի պարզ լինի, ոտքը գազից չհանեն եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուղակի ծնկի բերեն։ Այսօր ասում եմ պատերազմի եռագլուխ կուսակցություն Ձեզ չթվա, որ ես այդ պատերազմի եռագլուխ կուսակցության մեջ չեմ տեսնում Կտրիչ Ներսիսյանին։ Կտրիչ Ներսիսյանը պատերազմի եռագլուխ կուսակցության մաֆիայի մաս է։ Ու այս օրակարգը չի կարող փակվել։ Չի կարող փակվել։ Հույս թող չունենամ, որ փակվելու է։ Չի փակվելու։ Որովհետև ժողովուրդը սրան էլ է հավանություն տվել։ Բայց այս օրագարկը վնասներ տվավ, չէ՞ իշխանության։ Հայաստանի Հանրապետության 730,000 քաղաքացի կտրիչ Ներսիսյանի հեռացման օրակարգին ասել է այո։ Հիմա ինչու՞ է խնդիրը։ Ծրագրային էր, չէ՞ դա, այդ հստակ արձանագրված կետ էր ծրագրային։ Վստահաբար 730,000 քաղաքացի այդ ծրագիրը կարդացել է։ Ու եկեղեցու բարենորոգման մասին կետը Կտրիչ Ներսիսյանի հեռացմամբ եւս կարդացել է։ Ու գնացել դրան ասել է այո։ Ինչ խնդիր կա։ Ինչի պիտի առաջ չտարվի։ Միանշանակ առաջ է տարվելու եւ ես շարունակում եմ պնդել, հորդորել խորհուրդ տալ, պահանջել, եթե կուզեք իբրև արդեն ընտրող պահանջել, քաղաքացիական պայմանագրի ընտրող, պահանջել Հայաստանի Հանրապետության վարչապետից, երկրում գործող իրավապահ համակարգից երկրում հաստատել արդարություն եւ արդարադատություն։ Անհետաձգելի միջոցառումների կիրառմամբ, վիրահատական միջամտությունների արդյունքում երկրում հաստատել արդարություն, արդարադատություն Պարարտ հող ստեղծել Հայաստանի 3 միլիոնին հնարավորություն տալ ընտրելու ոչ թե պսկովցիներին։ Ու դուք արդյունքը կտեսնեք։ 60+ չէ, 70+ էլ կտեսնեք, որովհետև շարունակում եմ պնդել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, շարունակում է ծառավ լինել արդարության ու արդարադատության, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ նույն օդը շնչում են այդ բաշի բոզուկները, քաղաքացին անհարմար իրավիճակում է հայտնվում։ Ու 2018-ին ինքը կանգնել էր, որ այդ բաշի բոզուկները իրենց պատիժը ստանան։ Թալանածը վերադարձնեն պետությանը։ Օտարերկրյա պատվերներ կատարողները չկարողանան այստեղ իրավիճակի վրա ազդեցություն ունենալ։ Հիմա ինչ ունենք։ Ունենք խորհրդարան, որը Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների քվեի արդյունքում իշխանություն է ձևավորել եւ խորհրդարանի մի մաս որը այտենց քյաբաբ ավեկալ է գնաց ընտրության, հակած տակը կեղտոտած շալվար ավեկալ է գնաց ընտրության, մի 100,000 դրամ փող ավեկալ է գնաց ընտրության, Պասկովի թթվի լարյոկը պահելու համար եկել է ընտրության,
Վերևն Աստված ներքևը Պուտինա տեսել գնացել անդրության։ Սա լավ տեղ չի տանում։ Եվ այստեղ նաև եկեք նաև իշխանությանը մի փոք։ Ես իշխանության վերաբերյալ էլ ունեմ ասելիք, էլի չէր կարելի եւ չի կարելի մի շրջանակ, որը ըստ ձեզ լրտեսական գործունեություն է ծավալում, չի կարելի այդ շրջանակին հավելյալ կշիռ եւ քաշ հաղորդել։ Իսկ քաղաքացիական պայմանագիրը դա արել է։ Միտումնավոր, գիտակցաբար։ Դա արել է։ Չի կարելի։ Ում հետ բանավիճում է իշխանությունը, աքսիոմատիկ ճշմարտությունն է, նա էլ ընդդիմություն է։ Իսկ իշխանությունը բանավիճել է բացառապես այդ լրտեսական շրջանակների հետ, բացառապես հիմնականում թիրախ դարձնելով, միտումնավոր թիրախ դարձնելով։ Բայց քաղաքական դաշտում այլ ուժեր էլ կան, այլ շրջանակներ էլ կան։ Եթե չկան էլի մեղավորության մի որոշակի աստիճանը ձերն է։ Բա ո՞նց լինեն։ Ո՞նց են ծնվելու։ Պարոն Արեյան, ո՞նց են ծնվելու բացատրեք ինձ 2031 թվականի առողջ ուժերը։ Նոր ուժեր։ Նոր ուժերը ոնց են ծնվելու։ Լուրջ հարց է։ Ես գիտեմ այդ հարցի, ծնվելը խնդիր չի։ Հիմնադրելը խնդիր չի, առողջ գաղափարներ ունեցող մարդկանց ներգրավելը խնդիր չի։ Ամենամեծ խնդիրը ընտրական process-ի մեջ մտնելուց առաջ եւ հենց այդ պահին, որ բախվում ես, դա փողն է։ Հետդ մրցում են դոլարային միլիարդատերեր, 1000 տարվա կաշառակերներ։ Նոր ծավաճապ պետք է, քիչ առաջ նշեցիք։ Գիտեք, նաև ինձ համար շատ հետաքրքրական է եւ կարեւոր է իմանալ ձեր կարծիքը, ինչու Հայաստանի, ասենք, այսպես ասենք, իշխանության քիզին մերց ինտիմությունը չառաջացավ, կամ մենք նկատեցինք այնտեղ ավանդ ունեցող որոշ 2-3 ուժերու ուղղակի շատ անմխիթար վիճակով Ո՞մ մասին է խոսքը։ Հանուն հանրապետություն գուսակցություն, Փևեր, չեմ գիտեր, այս մի քանի ուժեր կան։ Փևերի մասով չեմ կարող ասել։ Գուրգեն Սիմոնյան։ Գուրգեն Սիմոնյանին խորհուրդ կտամ մի փոքր ամպերից իջնել։ Եղբայրաբար, ամենայն անկեղծությամբ, բարեկամաբար։ Շնորհաբեդական գուսակցություն։ Այո, եւ հանուն արդարության պետք է ասեմ, որ միակ մարդը ով ունի խորհրդարանական այդ մասնակից ուժերից խորհրդարանական ընդդիմության լեգիտիմությունը կասկածի տակ դնել, դա հենց Գուրգեն Սիմոնյանն է, բայց ես եղբայրաբար շարունակում եմ իմ խորհուրդը պնդել իրեն, չի կարելի այդպես եղբայր, ուղղակի չի կարելի։ Պետք է իրողությունների հետ նաև հաշտվել, պետք է հաշտվել, որ այո, ընտրական ձայն գողացողներ կաշառքով գնողներ եղել են եւ պետք է արձանագրել, որ նաև իշխանությունը ստացել է օրգանական քվե սեփական ժողովրդից։ Ես սա իբրև մարդ եմ ասում, ով մասնակից է եղել եւ տեսել է քարոզարշավի ողջ ընթացքը ու ժողովրդի վերաբերմունքը։ Այս պետքա թացը չորի հետ ուղակի չխառնել եւ ճիշտ գնահատել։ Ինչ վերաբերում է Եվրաքվեի կորիզ ուժերին, միանշանակ։ Ներողություն, ես ձեզ չէի ասի ինչ ա լինելու։ Սիրելի հայրենակիցներ, չէի ասի ինչ ա լինելու։ Ասել եք։ Իհարկե, բաց ճակատով հերթական արդեն որերորդ անգամ առանձին գնալու են հակնեն պատին։ Ժողովրդի պատին, ընդ որում։ Եղավ, իհարկե եղավ։ Ինչի այդպես եղավ, որովհետև քաղաքացին արձանագրեց, որ սկզբունքային հարցերում ինչպիսին է օրինակ Հայաստանի Հանրապետության խորհրդարան թույլ չտալ առնվազն Պուտինի գրպանային տեխնացուների ներթափանցում, այսպիսի սկզբունքային հարցում բավարար կամք ոմանք չդրսևորեցին։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ հանուն Հանրապետություն կուսակցությունը իսկ ես միշտ եմ եղել արդարության կողմնակից եւ լավին լավ վատին վատ սկզբունքով առաջնորդվող մարդ, հանուն Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը ամեն ինչ արել է, ջանք եւ եռանդ ներադրել, որպեսզի այդպիսի համախմբում ստացվի։ Ոմանք ընտրեցին միայնակ գնալու ճանապարհը։ Սեփական ցուցակներով, բայց ցուցակի մեջ Ծառուկյանի օգնականների հետ գնալու ճանապարհը։
ու ինչա ձեզ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացին խոտ է ուտում։ Կամ գույր է։ Ներողություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեզ թվում է բան չի հասկանում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերլուծել չգիտի, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիշողություն, պատմական հիշողություն չունի։ Ինչի՞ է ձեզ այդպես թվում։ Դրա համար եմ ասում, քաղաքական դաշտում այս 2026 թվականի ընտրությունները նաև թոշակառուի բուլեցեն բաժանելու մասին էր եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բազմաթիվ ուժերի եւ ուժերի առաջնորդների քաղաքական թոշակառուի կարգավիճակում է դրել։ Ու խնդիր կա քաղաքական դաշտում սերնդափոխության։ Եվ ես այդ խնդիրը բարձրացնում եմ եւ առողջ գլուխներին, առողջ շրջանակներին, վերլուծական հատկապես առողջ շրջանակներին եւ իմ ընկերներին հորդորում եմ, կոչ եմ անում այս օրակարգի շուրջ, այս օրվանից սկսած, այս պահից սկսած սկսել քննարկումներ։ Սկսել գործընթաց, սկսել քաղաքական դաշտը առողջացնելու ճանապարհ, որովհետեւ ի վերջո մեր ուսերին է դա։ Երիտասարդության ուսերին է դա լինելու եւ դրվելու։ Քաղաքական դաշտի բոլոր պատկառելի տարիք ունեցող, բայց ոչինչ այդպես էլ քաղաքական դաշտում չասած շրջանակները այլևս քաղաքական դաշտը պետքա չպարակտեն։ Կամ եթե պարակտեն, դա ազդեցություն չունենա քաղաքական դաշտի կոնֆիգուրացիայի վրա։ Դրա համար ես երիտասարդ կարող առողջ շրջանակներին գաղափարական ընկերներին հորդորում եմ այս պահից սկսած երիտասարդության իբրև կորիզ դիտարկելով եւ որոշիչ ուժ դիտարկելով սկսել գործընթաց քաղաքական դաշտում ասելիք ունեցող համախումբ կլինի, ուժ կլինի, միավոր կլինի, այդպիսի չգիտեմ, կորիզի ստեղծման ուղղությամբ, այս պահից է պետք մտածել։ Մենք տեսանք, որ քաղաքական ուժեր կային այս ընտրություններին մասնակցող, ովքեր մասնակցում են ընտրություններին 2010, չեմ ասում, նայեք, տեսեք, ես չեմ ասում Սերժի, Քոչարյանի ժամանակ իրենց մասնակցությունը ընտրություններին եւ չանցնելը։ Դա նորմալ էր, որովհետեւ այն ժամանակ ինչքան ուզում այնքան խփում էին։ Այս ընտրությունների պարագայում արդեն 2018 թվականից հետո երրորդ ընտրությանը մասնակցող ուժեր կային, որ 3 անգամ անընդմեջ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են եւ գեթ 1 անգամ անցողիկ շեմը չեն հաղթահարել։ Մասա խնդիրը փաստա ակնառու փաստա, թե փաստ չի։ Էլ չեմ ասում, որ կային ուժեր, ովքեր թիմ ընտրությունների արդյունքները հիմք էին վերցրել եւ այստեղ այնտեղ պատերի տակ տեխնացուներին էին անվանարկում, տեխնացուների վաստակն էին անվանարկում, տեխնացուների ստացած ձայներն էին դնում քննարկում, դնում վերցնում, այն պարագայում, երբ որ մի ամբողջ մարզում այդ տեխնացուի ստացած ձայների կեսն անգամ չեն ստացել համապետական ընտրությունների արդյունքում, առաջնորդի մակարդակով մասնակցության արդյունքում։ Լսեք, քաղաքականությունը թթուչան չի եւ ամեն մարդու բան չի, ու քաղաքականության մեջ մարդու քաղաքական ուժի, քաղաքական գործչի թիվ 1 թշնամին գոռոզությունն է։ Երբեք մի եղեք գոռոզ։ Երբեք սեփական ժողովրդից մի կտրվեք։ Երբեք մի կտրվեք այս ժողովրդից։ Միշտ հիշեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իմաստուն է։ Միշտ հիշեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի հիշողություն։ Միշտ ականջներիդ օղ արեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին խոտ չի ուտում։